Հիմա հետպատերազմյան Հայաստանին վերադառնալու 2020 թվականից հետո Հայաստանը հայտնվեց հենց այս կռախի մեջ, երբ էլիտաները չունեն հստակ արժեքային կողմնորոշում, գոյություն ունի ազգային դիմագծի աղավաղում, որով քեզ աշխարհը կկարողանա ճանաչել եւ ըստ այդմ բանակցային օրակարգը մշակել։ Եվ երրորդը դու ընդհանրապես դեպի ուր ես գնում, ես դեռ չեմ խոսում արտաքին քաղաքական օրիենտացիաների մասին, որտեղ ժամանակակից միջազգային հարաբերություններում դաշնակցային հարաբերությունների ֆորմատը անընդհատ փոխվում է։ Եթե նախկինում հնարավոր էր հնգամյա կտրվածքով դիցուկ սահմանել, որ մեր մոտակա ռազմավարական դաշնակիցը ով պետք է լինի, հիմա ամենայն դեպս 22 թվականի փետրվարի 24-ից հետո միջազգային հարաբերություններում տրամաբանություն փոխվեց։ Այդ իսկ պատճառով պետությունները գնում են ավելի շատ գործակցային դաշնակցային հարաբերությունների, քան երկարատև շահերի սպասարկման։ Հիմա Հայաստանը կորցրեց դաշնակցային քարտեզը առհասարակ երբեմնի գոյություն ունեցող ազգային ինքնության բաղադրիչներից կարևորագույնը Արցախի վերաբերյալ նարատիվից սկսած մինչև պրոցեդուրալ մակարդակ, գործընթացային մակարդակ գոյություն ունի Արցախը, արտաքին քաղաքականության մեջ, որը նաև քո դիվանագիտության հաղթաթղթերից մեկն էր բանակցությունների, որովհետև Հայաստանը որպես այդպեսին հետաքրքիր էր աշխարհին Արցախյան հակամարտության արկայությամբ։ Հիմա Արցախյան հակամարտություն չկա, դու դարձրել ես քո պետության ինքնիշխան տարածքի մի կարևոր հատվածը Սյունիքը սակարկությունների առարկա, այսինքն դու կոնֆլիկտը տեղափոխել ես բուն ինքնության պետության ինքնիշխանության տիրույթ կամ տարածք։ Հայաստանը 2020 թվականից հետո թե զինված ուժերի մակարդակով, թե դիվանագիտության մակարդակով, թե աշխարհին հուսալի, կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելու փոխարեն այդ ամբողջը փոխարինեց անվստահելի, անկանխատեսելի գործընկերոջ դիրքով, բնական է, որ մենք պիտի հայտնում ենք այս վիճակի պետության ինքնիշխան որոշումների կայացման վրա։ Պետության ինքնիշխան որոշումները ընդունում են էլիտաները։ Էլիտաների արժեքային խեղվածության կամ չկողմնորոշվածության դեպքում դու դառնում ես շատ ավելի խոցելի արտաքին անվտանգային հետախուզական ծառայությունների գործունեության համար։ Հայաստանը 20 թվականից հետո դարձել է հիմնականում միջնորդավորված թուրք-ադրբեջանական լոբիստական շահերը սպասարկող պետությունների կամ միջազգային կազմակերպությունների ազդեցության գոտի, ինչի վառ վկայությունն է ոչ միայն տնտեսական որոշակի տրանսֆորմացիաների կամ սոցիալ-տնտեսական գործընթացների, որոնք Հայաստանի օրակարգում են, այլ նաև քաղաքական գլխավոր նարատիվի ճշգրտման առումով, որովհետև երբ ասում ենք Հայաստանը դարձել է այլ պետությունների սպասարկման վայր, մենք գործում ենք պաշտոնական Անկարայի եւ Բաքվի հակահայկական նարատիվի վճռորոշ լինելու հետ։ Հայաստանը չի ունեցել վերջին 5 տարվա ընթացքում հետպատերազմային շրջանում, չունի եւ այս իշխանության գործունեության պայմաններում չի ունենալու երբևէ սեփական օրակարգը որոշելու ինքնուրույնություն, անկախություն։ Մեր հայաստանյան քաղաքական օրակարգը թելադրված է Բաքվից եւ Անկարայից, այդ տանդեմից եկող հստակ նարատիվներով։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան։ Մենք խոսում ենք փաստորեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա այլ պետությունների ազդեցության մասին եւ ըստ էության դուք շատ կարեւոր դիտարկում արեցիք, որ դա այսպես թուրք-ադրբեջանական նարատիվների շրջանակներում է եւ միգուցե նաեւ այն հանգամանքը, որ առաջիկայում խոսում են նոր սահմանադրության մասին, որը ըստ էության ադրբեջանական նարատիվի արդյունք է, խոսում է այս ազդեցության մասին։ Բայց իշխանությունները փորձում են ներկայացնել, որ Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ են իրականացնում ոչ այնքան Ադրբեջանը եւ ոչ այնքան Թուրքիան, որքան Ռուսաստանը եւ երևի թե ֆիքսած կլինեք, որ նույնիսկ ազգային ժողովի անդոնից բարբերաբար խոսում են այսպես իրենց կողմից ձևակերպումով ռուսահպատակ, չգիտեմ, այսպիսի ձևակերպումներ են տալիս եւ այլն։ Դրան զուգահեռ տեղի ունենում այլ process, երբ Եվրոպական միությունը
Ուրեմն տրամադրում է ֆինանսական միջոցներ առաջիկայում Հայաստանի Հանրապետության ընտրությունների ժամանակ կանխելու հնարավոր հիբրիդային հարձակումները եւ այլն։ Հիմա ինչ է սա ուղիղ ազդեցություն, թե հակառակ ազդեցությունները չեզոքացնելու համար ուղղված ֆինանսական միջոցներ։ Ես փորձեմ երկու հետաքրքիր շերտով ներկայացնել այդ ամբողջը։ Նախ եկեք ընդհանուր պայմանավորվենք, որ որևէ գնահատական, որ ընդհանրապես հակաիշխանական կամ ոչ իշխանական ճամբարում գտնվող դաշտը հնչեցնում է, ամենևին էլ չի նշանակում, որ մենք ատելություն ենք հրահրում այս կամ այն պետության նկատմամբ, ինչը բնականաբար իշխանության լարած թակարդն է, որի մեջ փորձում է գցել ընդդիմությանը։ Երբ մենք խոսում ենք ռուսական, ամերիկյան, եվրոպական կամ X պետության տվյալ ժամանակահատվածում Հայաստանի շահերից չբխող քաղաքականության մասին, չի նշանակում, որ մենք ճշտամական վերաբերմունք ունենք այդ պետությունների նկատմամբ, պարզապես որպես սուվերեն պետության իրավունք ունեցող, ձայն ունեցող միջազգային հանրությունում, մենք մոտ ձայնը պիտի բարձրացնենք այդ քաղաքականության վերաբերյալ, որը հակասում է մեր պետական ազգային գերակա պետական կամ կենսական շահերին, որոնք ձևակերպված չեն որպես այդպիսին մեր իշխանության կողմից։ Տեսեք, Եվրոպան այսօր խոր ճգնաժամի մեջ է։ Եվրոպան այդ ճգնաժամի մեջ ամենայն դեպս փորձագիտական եւ վերլուծական անցած մի քանի տարվա ընթացքում ես անդադահազանգում եմ այդ մասին, որ Եվրոպական միություն որպես այդպիսին, որպես քաղաքական երբեմնի դերակատար, ինքը վերանալու է աշխարհի քաղաքական քարտեզից որոշումների, վալիդ որոշումների ընդունման տեսանկյունից։ Տեսնում ենք Գերմանիայում, Ֆրանսիայում ինչ գործընթացներ են տեղի ունենում տնտեսական փլուզում, երբեմնի այդ մոգական, կախարդական պատկերացումները Եվրոպայի մասին եւ այլն եւ այլն։ Ինչ խնդիր ունի արևմուտքը եւ ընդ որում եթե մի ժամանակ կարելի էր խոսել հավաքական արևմուտքի մասին, այսօր պետք է շատ հստակ տարբերակել այդ ամբողջը, որովհետեւ Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմի աշխարհակաղակական մոտեցումները մեր տարածաշրջանի նկատմամբ էականորեն տարբերվում են անգլոսաքսոնականից, բրիտանականից, որը ավելի շատ համընկնում է թուրքական մոտեցումների հետ։ Երբ ասում են թուրքական, անգլոսաքսոնական, ընդգծված հակառուսաստանյան են։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ Ալյասկայում բնականաբար աշխարհի նոր Յալթայի ճարտարապետությամբ ակնհայտորեն պարզ էր, որ այս ամբողջին պետք է քավության նոխած, դա Եվրամիությունն էր։ Եվրամիությունը որպես քաղաքական միավոր։ Ինչ անում Եվրամիությունը նմանատիպ ֆինանսական հոսքեր բերելով այս տարածաշրջան, փորձում է ռուս-ամերիկյան կոնսենսուսի մեջ ճաքեր առաջացնել, ճեղքեր առաջացնել եւ այդ ճեղքերից մեկը հենց հարավկովկասյան տարածաշրջանն է, ճակատն է։ Եվրոպան ի վերջո որտեղ կարող է ազդեցություն ունենալ ոչ Կրեմլի վրա, ոչ Սպիտակ տան վրա, որոշումների ընդունման այդ կենտրոնների վրա ինքը ազդեցություն չի կարող ունենալ։ Եվրոպան այժմ փորձում է պրոքսի դերակատարներ գտնել տարբեր տարածաշրջաններում։ Հարավային Կովկասում այդ պրոքսի դերակատարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որը կարող է այդ ճակը խորացնել, ընդգծելով հակառուսաստանյան այսպես այդ դիրքորոշումները։ Ես ընդհանրապես հեռու եմ մտքից, որ պետք է իշխանության ջրաղացին ջուր լցնել եւ իրենց նարատիվները կրկնել, որքան ուզում են թող ազգային ժողովում ելույթ ունենան, ասեն, որ այսպես է դուք ինքներդ շատ լավ ականատես եք այդ ամեն ինչին։ Սա պարզ է, որ քարոզչական փաթեթավորմամբ հստակ ընդգծված թե նալին խփելու, թե մեխին խփելու այդ քաղաքականությունն է, որը ավելի թույլատնում Հայաստան պետության դիրքերը առհասարակ։ Գուցե ինչ որ ներքին այսպես կոչված լեգիտիմության առումով ինքը կարող է Հայաստանում քվեն ունենալ նախընտրական շրջանում, բայց պետության վարկի տեսանկյունից ամբողջ աշխարհում սա մինուս է, որը բերում է, որովհետև դու դառնում ես մարգինալ, դու դառնում ես անկանխատեսելի եւ ոչ հուսալի գործընկեր, որը հնարավոր պոտենցիալ դաշնակցի նկատմամբ, այսինքն դու Ռուսաստանում այս տարածաշրջանում պատմաքաղաքական կշիռ եւ ազդեցություն ունեցող գլխավոր պետության, դեռ չեմ խոսում միջուկային տերության եւ այլն մասին կամ աշխարհի անվտանգություն վիճարկող պետության, դու լարում ես հարաբերությունների Իրանի հետ, այսինքն ուղղահայաց դիվանագիտական վեկտորի հնարավոր փոփոխությունը ամբողջությամբ չեզոքացնում ես, փոխարենը գնում ես հորիզոնական ապաշրջափակման վերաբերյալ ինչ որ
ենթադրյալ, հա, օգտավետ կամ շահավետ գործարքների, որտեղ քո գլխավոր խնդրի, քո գլխավոր հարցի անվտանգության վերաբերյալ որևէ ռեալ երաշխիք չունես, որևէ ռեալ երաշխավորում չունես։ Եվրամիությունը այս ճգնաժամը, որ դեռ նոր է սկսվել, մենք սրա ձայնը Եվրոպայում հետո ենք լսելու, ուկրաինական գաղթականներ, փախստականներ մերձավոր արևելքից տարբեր կամ ընդհանրապես միգրացիոն քաղաքականության գլխիվայր փոփոխվել Եվրոպայում, գումարած այդ ամբողջին տնտեսական խոր ճգնաժամ, գումարած Եվրոպայի միջազգային հեղինակության անկում, այս բոլորի հետևանքները մենք հետո ենք զգալու, այնպես չէ, որ մարդիկ ասում են Եվրոպա ասելով, այսպիսի արտահայտություն կա, չէ, հալվա ասելով բերանը չի քաղցրանում, Եվրոպան ինքը շատ լուրջ խնդիրների մեջ է եւ ինքը փորձելու է այս պայմանությամբ նախ ուկրաինական բեռից ձերբազատվել, որովհետեւ Ռուսաստանը Միացյալ Նահանգները որոշեցին, որ այդ պատասխանատվությունը պիտի ինքնին հենց Եվրոպայի վրա եւ իրենք պատասխանատու չեն այդ պետության հարստությունը ամբողջությամբ վերցնելուց հետո հիմա ինչ է մնում, պիտի գան ասեն, որ Հայաստան դու պայքարի Ռուսաստանի դեմ։ Այստեղ է ծուղակը։ Ոչ թե որ հիբրիդային պատերազմը մղում Ռուսաստանը, մենք Ռուսաստանի աջենդայում առհասարակ կարծում եմ առաջի տասնյակում էլ չկանք։ Եվ ընդհանրապես որևէ պետության գերտերության մասին է խոսքը, շատ բաց պատճառով, որտեղ պատերազմում պարտություն ես կրել, ազգային ինքնասիրությունը չես կարողացել վերականգնել կամ չես ցանկացել վերականգնել, դու աշխարհի որևէ խաղակարգով չես կարողանում ներկայանալ, որ քեզ հետ խոսի, ինչի շուրջ պիտի խոսի։ Օրինակ Եվրոպան Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ ինչի շուրջ պիտի խոսի։ Արցախներ դասավորեցին, հանձնեցին, ամբողջությամբ սյուն փաթեթավորմամբ։ Հայաստանի ինքնիշխանության շուրջ լուրջ սակարկություններ են գնում, խոսքը Սյունիքին է վերաբերվում կամ միջանցքում, ինչ-որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։ Դա կտաս, ինքը կկարողանա քեզ որպես պլատֆորմ օգտագործել հակառուսաստանյան եւ հակաիրանյան հնարավոր քաղաքականության համատեքստում։ Իրանի հետ հարաբերությունները վատացրել ես, Իրանում երկու իշխանություն կա բնականաբար, կրոնականը հստակ կոնսերվատիվ մոտեցումներով ընդգծում է թրիփի դեմ լինելու իր քաղաքականությունը, քաղաքական իշխանությունը նախագահ Փեզեշկյանի գլխավորությամբ փորձում է այդ ամբողջը դիտարկել, որ եթե դուք Իրանի նկատմամբ սանկցիաները կվերացնեք, մենք այսպես լռելի կհամաձայնենք այդ։ Այսինքն դու այդտեղ հստակ դիրքորոշում չունես որևէ պետությունից, մեկ օր այսպես, մեկ օր այդպես ես ասում, եւ դրա համար հայտնվել ենք օդից կախված մի վիճակում, Եվրոպան էլ ասում է, ձեզ ինչ է անհրաժեշտ, փող, կտանք այդ փողը, շարունակեք հակառուսաստանյան դիրքորոշումը որդեգրել։ Ամբողջ խաղը կարծում եմ հենց այս տրամաբանության շուրջ է հյուսվել եւ գմախքը, առանցքը Հայաստանը հերթական պլատֆորմ դարձնելն է հակառուսաստանյան եւ հակաիրանական գործողությունների համար։